Սարգիս Պետրոսյանը, Սոքեկ։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, բարև ձեզ հարգելի հյուրեր։ Այսօր մեր տաղավարում են գտնվում փաստաբաններ Արտուր Գրիգորյանը եւ Մուշեղ Շուշանյանը։ Նրանք պաշտպանում են Սարգիս Պետրոսյանին։ Գործը բավականին հետաքրքիր է, ես ծանոթացա գործին։ Բանն այն է, որ փաստաբանները պնդում են, որ իրավապահ մարմինները կոծկում են Առեքսիմբանկ Գազպրոմբանկի խումբ փակbaşնետրական ընկերության մի խումբ աշխատակիցների հանցագործությունը։ Ես կխնդրեմ փաստաբան Արտուր Գրիգորյանին, այո, ներկայացնել։ Մուշեղ Շուշանյանը ներկայացնի եւ մենք հետո հարցերով հարցեր կուղենք։ Բարև ձեզ, ես փաստաբան Մուշեղ Շուշանյանն եմ, ես իմ գործընկերոջ պարոն Արտուր Գրիգորյանի հետ ներկայացնում ենք Սարգիս Պետրոսյանի շահերը եւ այսօրվա մամուլի ասուլիսի նպատակը Սարգիս Պետրոսյանի գույքի հափշտակության մասին պատմությունը ներկայացնելն է։ Ինչ է տեղի ունեցել։ Ուրեմն Երևան քաղաքի Նորքի 6-րդ փողոցի առաջին նրբանցքի թիվ 8-րդ հասցեում գտնվող բնակելի տունը, որը բավական մեծ բնակելի տուն է, տան ընդհանուր մակերեսը կազմել է 431 քառակուսի մետր, չհաշված հողամասը, պատկանել է Սարգիս Պետրոսյանի մորեղբոր որդուն, Բարեղան Պետրոսյանին, գործարար։ Բարեղան Պետրոսյանը Առեքսիմբանկ Գազպրոմբանկի խումբ փակbaşնետիրական ընկերության հետ կնքել է վարկային եւ գրավի պայմանագրեր եւ բանկից վերցված վարկի դիմաց գրավադրել է նշված անշարժ գույքը։ Հետագայում ժամանակին չկարողանալով կատարել բանկի հանդեպ իր վարկի մարման հետ կապված պարտավորությունները, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը անցել է բանկին, սակայն բանկի եւ Բարեղան Պետրոսյանի միջև ձեռք բերված փոխադարձ համաձայնությամբ բանկը Բարեղան Պետրոսյանի ազգականուհու Անահիտ Ստեփանյանի հետ կնքել է տարաժամկետ վճարման պայմանով նշված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր։ Նշված պայմանագիրը կնքվել է 2012 թվականի ապրիլի 10-ին, պայմանագրի գործողության ժամկետը պետք է լրանար 2013 թվականի ապրիլի 30-ին, այսինքն պայմանագիրը ունեցել է 1 տարի 20 օր գործողության ժամկետ։ Ըստ այդ պայմանագրի Անահիտ Ստեփանյանը անշարժ գույքի նկատմամբ այդ անշարժ գույքի վաճառքի դիմաց պետք է վճարեր ընդհանուր առմամբ 86 միլիոն դրամ։ 86 միլիոն դրամ պետք է վճարեր։ Անահիտ Ստեփանյանը ըստ ժամանակացույցի կատարել է վճարումներ եւ ընդհանուր առմամբ 2012 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ պարտքը բանկի հանդեպ կազմել է ընդամենը 36 միլիոն դրամ։ Բանկը չսպասելով պայմանագրի գործողության ժամկետի ավարտմանը պահանջի իրավունքի զիջման պայմանագիր է կնքել ոմն Արտուր Ղարիբյանի հետ, թե ով է Արտուր Ղարիբյանը ես քիչ անց կներկայացնեմ, իր պահանջի իրավունքը Անահիտ Ստեփանյանի նկատմամբ զիջել է Արտուր Ղարիբյանին, որից հետո Արտուր Ղարիբյանը անմիջապես դիմել է Երևանի կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, պահանջելով ճանաչել իր սեփականության իրավունքը նշված տան նկատմամբ եւ վտարել Անահիտ Ստեփանյանին։ Դատարանը ուրեմն շատ կարճ ժամկետում ընդամենը 2012 թվականի հոկտեմբերի 19-ին Արտուր Ղարիբյանի հայցադիմը ընդունելով վարույթ արդեն նույն թվականի նոյեմբերի 30-ին կայացրել է վճիռ, որով բավարարել է Արտուր Ղարիբյանի հայցը, ճանաչել է նրա սեփականության իրավունքը եւ վճռել է վտարել Անահիտ Ստեփանյանին։ Այսինքն դատարանին նշված քաղաքացիական գործը քննելու եւ եզրահանգման գալու համար ընդամենը անհրաժեշտ է եղել 40 օր։
դա այն դեպքերում, երբ ամենապարզ լուծում պահանջող քաղաքացիական գործերը տևում են ամիսներ, 6 ամսից ոչ պակաս։ Ինչևէ, նշված տանը գտնվել է բավականին մեծ արժեք շարժական գույք, որը պատկանել է մեր վստահորդին Սարգիս Պետրոսյանին։ Այդ մասին տեղյակ են եղել բանկի աշխատակիցները, Սարգիս Պետրոսյանը բազմիցս հանդիպումներ է ունեցել նրանց հետ, տեղեկացրել է, որ շարժական գույքը պատկանում է իրեն։ Բանկի աշխատակիցները միշտ հավաստիացրել են, որ շարժական գույքի հետ կապված շարժական գույքի նկատմամբ որևէ, այսպես ասած, պրետենզիա չունեն եւ Սարգիս Պետրոսյանը ցանկացած ժամանակ ազատ է իր գույքը հանել եւ տեղափոխել այդ տանից։ Նեցիկ մի ճշտող հարց է շարունակեք, երբ որ գրավադրվել է տունը ձեր նշած հասցեով, գրավադրվել է միայն անշարժ գույքը, թե գրավադրվել է գույքը իր պարունակության, իր մեջ գտնվող կահույքի, նկարների կամ ինչ-որ այլ արժեքավոր։ Շնորհակալություն շատ կարևոր հարցի համար, ես մոռացա նշել, որ գրավադրվել է միայն անշարժ գույքը։ Պայմանագրում շարժական գույքի մասին որևէ խոսք չկա եւ բանկը որևէ իրավունք շարժական գույքի նկատմամբ չի ունեցել եւ քաջ գիտակցել է այդ հանգամանքը։ Եվ եւս մեկ հարց, դուք ասացիք, որ 86 միլիոնից մնացել էր ընդհանուր 36 միլիոն։ 36 միլիոն ցեսիան ձեր ասած գումարի վերա, չգիտեմ ոնց է դա ձևակերպվում։ Պահանջի իրավունքի զիջում։ Զիջումը ինչ գումարի սահմաններում է եղել։ Այդ 32 միլիոնի, թե ամբողջ 200,000 դոլարի։ Այդ հարցին հեսա մենք քիչ անց կպատասխանենք։ Այսինքն ինչ գումարով է, ինչ գումարի դիմաց է այդ տունը իր շարժական եւ ոչ շարժական ամբողջ գույքը հանձնվել այդ ձեր նշած անձնավորության։ Չէ, շարժական գույքի հանձնման մասին խոսք չէր կարող ունենալ ցեսիայի պայմանագրով, այո, միայն անշարժ գույքի մասին է խոսքը գնացել։ Ուրեմն ես ասեմ, ով է Արթուր Ղարիբյանը։ Արթուր Ղարիբյանը եղել է ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության քննիչ նախկինում, մեր ունեցած տեղեկություններով ինքը հեռացվել է այդ համակարգից, թե ինչ պատճառով ես տեղյակ չեմ։ Արթուր Ղարիբյանն ներկայումս հանդիսանում է փաստաբան։ Ինչ է անում Արթուր Ղարիբյանը նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուց հետո։ Նա այդ գույքը վաճառում է քաղաքացուհի Էմիլիա Բաբաջանյանին։ Էմիլիա Բաբաջանյանը առաջին լրատվականի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի մայրն է եւ Սարգիս Պետրոսյանը քիչ անց կպատմի իր եւ Արման Բաբաջանյանի միջև տեղի ունեցած խոսակցության մասին, որից Սարգիս Պետրոսյանը հասկացել է, որ նշված անշարժ գույքի փաստացի սեփականատերը հենց Արման Բաբաջանյանն է։ Ուրեմն Սարգիս Պետրոսյանը Արթուր Ղարիբյանի սեփականության իրավունքը ճանաչվելիս անմիջապես հետո հանդիպում է բանկի աշխատակիցներին, նրանց հետ փորձում է բանակցել իր գույքը վերցնելու հարցով։ Ուրեմն ի վերջո երկար բանակցություններից հետո Սարգիս Պետրոսյանն վերադարձվում է գույքի մի մասը, որը նախապես տեղափոխված է լինում Արեքսին բանկի պահեստներից մեկը, բայց գույքի մեծ մասը, որը շատ մեծ արժեք գույք է, ուրեմն դեռևս գտնվում է նշված տանը։ Եթե կարելի է հարցել ստան, ձեր գնահատման, պարոն Պետրոսյան, երևի ձեզ հարցն է, որքան է գնահատվում ձեր այդ գույքը, որը տան հետ մեկտեղ, այսպես ասած, զիջվել եւ վերավաճառվել է, եւ երկրորդը, կարծում եք արդյոք, որ ձեր տան մեջի գույքի այդ արժեքի մասին նախապես տեղեկացված է եղել ինչպես բանկի աշխատակիցները, այնպես գնորդը եւ վերագնորդը, Արման Բաբաջանյանը մասնավորապես։ Գույքը ես քննիչի մոտ գնահատել եմ
80 միլիոն դրամի եմ ես գնահատել գույքը, որը որ ինձ չեն վերադարձել։ Իսկ ինչ մնում է իրանք գույքի հետ կապված իմացել են, այո, իմացել են գույքը ինչ արժի։ Իրանք լավ գիտեն դա։ Եվ ձեր կարծիքով ինչ հիմունքներով է բանկը ցեսիոն պայմանագրի հիման վրա զիջել պարտքը ոմն անունը էլի նորից ես չեմ հիշում, բայց Արտուր Ղարիբյան։ Ասեմ, ես ճիշտ ասած այդպես բաներից չեմ հասկանում, բայց ես այն գիտեմ, այդ տունը արժի $750,000։ Օֆիցիալ գնահատված։ Եվ $90,000 դիմաց, փաստորեն։ Այո, օֆիցիալ գնահատված գումար է դա։ Նրա բանկը ամեն ինչ արել է խաբելով Բարեղան Պետրոսյանին, որ մոտ մարդ բեր, մենք վերավարկավորենք իր անունով, որ մի քիչ ձգվի քո մուծումը, որ դու հասցնես, ժամանակ ունենաս։ Այդ ընթացքում ինքը բան արել, գցել է իր անունով ու ունեցած ստացվել, որ կալանավորվել է Բարեղան Պետրոսյանը, որ հիմա ինքը գտնվում է ազատության մեջ։ Անազատություն։ Հիմա ազատության մեջ է գտնվում։ Կալանավորից հետո բանկը սկսում է ճնշում գործադրել այդ Անահիտ Ստեփանյանի վրա։ Մի անգամ անձամբ ես եմ գնացել, տարել էին իրան Առեքսին բանկ միլիցիայով, կանչել էին նոտարոս, որ նոտարոսը ձևակերպի ոմն Արտուր Ղարիբյանի անունով այդ տունը։ Բանկի աշխատակիցները։ Այո, նոտարոսի մոտ խոսակցություն գնաց Անահիտ Ստեփանյանը եւ Արմինե Կարապետյանը սկսում է գորգռալ, ես ինչ եք անում, անօրինական բան եք անում, նոտարոսի աշխատակիցը ասում է ես չեմ իմացել ու ելնում փախնում է բանկից։ Բանկիրները սկսում են վրա տալ, բա մենք ձեզի միլիցիա կտանք, ասել է ոնց օրենքով է գնանցել արա։ Հետո դատի են տվել, դատարանում Արտուր Ղարիբյանին ներկայացրել են, որ իրանց ավանդ ունեցողն է, պետք է բան, բայց Արտուր Ղարիբյանը այդ բանկում ոչ մի ավանդ չի ունեցել, որտեղ այդ տան գումարը իր տունը վաճառելուց հետո է ինքը մուծել, ոչ մի լումա, այդ տան համար ինքը մուծած չի լինում։ Բանկը սարքում անեց, որ Արտուր Ղարիբյանը ինքը ավանդատու է, այս այնն է։ Հետո ես որ իմացա, որ արդեն տունը վեկալել են, տան բալանիկները իմ մոտ է եղել 3-4 ամիս այդ բանից։ Բայց ինչու ձեր գույքը չի քանում։ Ասեմ ձեզ, ես գիտեիք, որ արդեն այդ վիճակն է։ Ես ասեմ, Բարեղան Պետրոսյանը ինձ զանգահարեց Կալանավայրից եւ ասեց ես խոսացել եմ բանկիրների հետ, Արտուր Ղարիբյանի հետ, որ այդ տունը ես հետ գնեմ։ Այդ տունը իմն է, բայց թղթերով իր անունով է։ Հա, ասեց ես չեմ թողա քո գույքը կորի, քո տունը կորի, ես եմ մեղավորը, ես կանեմ։ Խնդրում եմ 3 միլիոն դրամ փող ճարի, ես պայմանավորվել եմ, այդ գումարը մենք տալիս ենք բանկիրներին, իրանք սպասում են չեն վաճառում այդ տունը։ Բանկին թե բանկի աշխատողներին։ Աշխատողներին, Արտուր Ղարիբյանին։ Ես ուրեմն մարտի 1-ին հիվանդ պարկած էի, մարտի 30-ին թե 31-ին գալիս է Արմինե Կարապետյանը, դա Բարեղան Պետրոսյանի օգնականն է։ Գալիս ասում է, որ եկել եմ այդ 3 միլիոնը որ տամ Արտուր Ղարիբյանին, որ տունը չվաճառի, գույքը չոտարեն։ Ես տալիս եմ այդ 3 միլիոն դրամը, հաջորդ օրը մարտի 1-ին մոտ տենց 3-4-ի կողմերը զանգահարում է, բա 300,000 պակասել է, կարող ես բերել հասցնել, ասում եմ կարող եմ, ես այդում եմ, տեսնում եմ Արտուր Ղարիբյանին այդտեղ, այդ Վասիլ Հարությունյանը, ինչ էր ազգանունը, բանկի աշխատավորն է ներկայանում, հենց իրանց դեմը 300,000-ը տալիս եմ, Արմինեն իմ դեմը տալիս է Արտուր Ղարիբյանին։ Արձերն թե մուծում է կատարում բանկում։ Բանկում մուծում է կատարվում ձեր 3 միլիոն դրամը։ Չէ, ոչ մի բան։ Ներքին պայմանավորություն ենք ունենում, որ այդ գումարը տալիս ենք, իրանք սպասում են, որ տունը առնենք։ Ու ժամկետ են դնում մեր վրա մինչև հունիսի 1-ը։ Եթե ու ես հարց եմ տալի, եթե մենք չհասցնենք այդ վատ գումարը ճարենք, այդ դեպքում ո՞նց ենք անում, ինքը ինձ պատասխանում, ասում է եթե չկարանաք եւս 3 միլիոն կտակ, մինչև նոր տարի մենք կսպասենք։ Ասում եմ եղավ։ Ներողություն, 3 միլիոն տալու դիմաց դուք որևիցե փաստաթուղթ ունենում եք թե ոչ։ Ոչ մի փաստաթուղթ։ Այսինքն բանկին չի վճարվում այդ գումարը։ Չէ, բանկի աշխատակիցներն են վեկալում։
Հետո ես ընտեն ներկայացնում ասում ես գույքը իմն է, դու գիտեք, բա մենք գիտենք այդ գույքը որ քոմն է, դու արխային եղի, ոչ մի չոփ չի պակասի ստից, ոչ տան վրա աշկոն ենք, ոչ գույքի վրա։ Մենակ բոլոր բալանիկները հանձնեք մեզ, որ մենք ատվիճալն ենք այս գույքի ամեն ինչի համար։ Ես հանձնում եմ բալանիկները Արտուր Ղարիբյանին ու գնում եմ, ասում դե ուրեմն կհանդիպենք մենք հունիսի 1-ին։ Հա։ Ուրեմն անցնում է այտենց մայիսի կողմերը, մի հատ ծանոթ տղա կար, գալի ինձ տենում է, ասում է, թե որ գիտես, որ այդ տան մեջ մարդիկ կան։ Ես եթում եմ այդ տուն, վեկալում եմ Արմինե Կարապետյանին, գնում եմ տուն։ Գնում եմ դրան զանգը տալիս եմ, մի հատ անծանոթ մարդ է բացում դուռը, ներկայանում է տուն առնող ինձի, ասում եմ կարելի է մտնեմ ներս, իմ գույքն է ստեղ, տենամ տեղում է, տեղում չի, բա չէ, մինչև Արտուր Ղարիբյանը չգա, ես չեմ կարա թողեմ ձեզ։ Մնացածը արդեն պարզ է, մենք հիմա պետք է պարզենք, ահա, էլի կա։ Կարևոր բան կա, հա, ասում եմ դե զանգեք Արտուր Ղարիբյանին թող գա։ Արտուր Ղարիբյանի փոխարեն գալիս է Վասիլի Հարությունյանը։ Գալիս է տան դրան դիմաց խոսակցություն է գնում, ասում եմ բացեք, տեսնեմ իմ գույքը տեղում է, թե չէ։ Նա ներկայացնում է, որ ինքը բանկի աշխատակիցն է, ինքն է Ատվիճայստան համար, մենք գիտենք, որ էդի քո գույքն է, մենք պատասխանատու ենք, Արտուր Ղարիբյանը ստե պեշկա է, ինքը ոչ մի Լումայստան համար դեռևս չի վճարե, բայց տունը արդեն Արտուր Ղարիբյանի անունով է։ Հա, ես կխնդրեմ առավոտյան գա, Արտուր Ղարիբյանը կգա իր ներկայությամբ, որտեղ դուք իրան եք հանձնել այդ գույքը։ Ինքը կգա կբացի կտենակ, որ ոչ մի չոփ պակաս չի։ Այդ օրվանից ես Արտուր Ղարիբյան չգտա ինչքան զանգեցի, մեռա սաղորը զանգելով։ Անցնում է դրա հետո մենք իմանում ենք, որովհետև ոչ թե տուն առնողն է եղել է բրոկեր, որը որ այդ սաղ իրար հետ մի խմբից են, բանկերները Արտուր Ղարիբյանը բրոկերը։ Հա, դրա հաջորդ օրը Մատենադարանի մոտ միամիտ մեքենայով գնում եմ, այդ ավտոբուս մեկը սիգնալ է տալի, գայնեցի, տեսա այդ տղեն էր, բա աղբերս խնդրում եմ էլ հենց զալիմեբելը չես ծախի առնեմ։ Ես ասում եմ, որ իմացա, քո տունն է, քո գույքն է, դրա համար թքեց այդ տունը չառա, մանում են տուն եմ առը, խնդրում եմ էլի զալիմեբելը ինձից մի քիչ ավելի արագ է մեզ պետք, որպեսզի մենք դուրս գանք։ Այդպես անցնում է, ուրեմն բանի հունիսի 1-ին Արմինե Կարապետյանին ասում եմ, որ պետք է 3 միլիոնը տվացվի ըստ պայմանավորության։ Երկրորդ 3 միլիոնը։ Երկրորդ, այո։ Հունիսի կեսերին Արմինե Կարապետյանը, կեսերին չէ, սկզբներին, Արմինե Կարապետյանը փաստաբան Նիկոլայ ազգանունը չեմ հիշում, advocate-ի, գնում է հետ հանդիպում 3 միլիոն, Արտուր Ղարիբյանը չի վեկարում այդ 3 միլիոնը։ Ասում է ձեզի մի ամիս ժամանակ բերեք գումարը, տունը վեկալեք, չէ, ես վաճառում եմ։ Ինչքան գումարը։ Ինքը ուզում էր մեզնից 95 միլիոն դրամ։ 95 միլիոնը դա ինչ թիվ է նախնականի եւ մնացորդին վեր։ Ինքը ասում էր 85 միլիոն բանն է, բանկի գումարն է, մի 10 միլիոն էլ ինձի կներեք, հա, պարոն Շուշանյան ներեցեք, նորից եմ հարցնում, բանկը ցեսիան տվել է մայր գումար, այսինքն 86 միլիոնի դիմաց, թե 32-ի, սա ինչ, այսինքն ետ ողորմյա է արվում, եթե կարելի, ներկայացեք եւ ասեք։ Փաստաբան Արտուր Գրիգորյան, դարձյալ Սարգիս Պետրոսյանի ներկայացուցիչ եւ քրեական գործով որպես տուժողի ներկայացուցիչ, նույնը Պարոն Շուշանյանները քրեական գործով ներկայացնում։ Եթե ինչ քրեական գործի մասին է խոսքը։ Ես կցանկանայի հենց հիմա այդ ձեր հարցին պատասխանելուց հետո անդրադառնայի դրան։ Ուրեմն ՑՍԱ-ի կամ պահանջի զիջման, որ նույնն է, պայմանագիրը կնքվել է ամբողջ 86 միլիոն դրամի ծավալով, բայց այստեղ հետաքրքիրը ամենաինչն է, որ Բարեկամ Պետրոսյանի կալանավորվելուց հետո բանկը, ինչպես նոր նշեց Սարգիս Պետրոսյանը, միանգամից ճնշում գործադրելով կամ հնարքներ բանեցնելով հասավ նրան, որ պայմաններ փոխեց պայմանագրի, որ Բորիսը փոխարինվեց Անահիտ Ստեփանյանով։ Եվ դրանից հետո բանկը ինչ անհրաժեշտությունից ելնելով է զիջում պահանջի իրավունքը։
եւ զիջում է մի անձի, որը անհասկանալի է թե բանկի հետ ինչ օրգանական կամ պատճառական կապ ունի։ Ու պարզից պարզ է, ոչ ոքս ինչպես ասում են Մարսից չեն քիչել, խոսքը դրածո մարդու մասին է, որպեսզի նրա միջոցով հետագա ավանտյուրաները կարողանան առաջ տանել։ Եվ խոսքը հենց Արտուր Ղարիբյան անձի մասին է, որը այդպես էլ հասկանալի չէ ԳԲ-ի համակարգի աշխատող է, թե բանկիր է, թե փաստաբան է, գունավոր անձնավորություն է։ Ու դա արդեն պիտի քննչական մարմինները պարզեն, մինչև որից որևէ կոնկրետ քայլ չի կատարվել, հիմա այս դրա մասին կասեմ։ Եվ պահանջի զիջման պայմանագրում նշվում է, թե իբրև Արտուր Ղարիբյանը պահանջի զիջման դիմաց այդ գումարը վճարել է բանկին, նման փաստ չի եղել։ Այդ գումարը վճարվել է հետագայում, երբ որ այդ տունը վաճառվել է, իսկ գիտեք ինչպես նոր մեր վստահորդը մի քիչ մեր քաղաքային տերմինոլոգիայից որոշ բառեր օգտագործեց, թե բոլորս էլ քաղաքացի ժողովուրդն ենք, այլ ասում են, սա չի վաճառվել, սա խուլդվել է, ինչպես ասում են։ Որովհետև իրական գումարը ինչքանով որ վաճառվել է Արամ Բաբաջանյանին, դեռևս քրեական գործի շրջանակներում պիտի պարզվի, սրվադրությամբ քննչական մարմինները որևէ շոշափելի քայլեր չեն կատարել, հիմա ես կանրադառնամ դրան։ Ուրեմն վաճառքից այդ գումարը իրական որ ստացվել է բանկին, վճարվել է բանկին է, այդ մնացածն էլ որ գումարն է վճարվել։ Սեսիայի պայմանագրով նախատեսված 86 միլիոն է, բայց 102 միլիոն։ Հա, դուժը տուգանքը հետը միասին։ Դե դրանից բխող նաև բաներով բնականաբար մնացած արդեն գումարն էլ մեջ է արվել, ինչպես որ ենթադրվում է, այդ փաստը դեռ պիտի մենք հասնենք, որպեսզի հաստատվի, անդրադառնամ քրեական գործին։ Երբ որ Սարգիսը տեսավ, որ այլ ճանապարհ չկա բանակցային եղանակներով բանկի կամ աշխատողների, ես ավելի շուտ կասեի այդ խմբի հետ, որտեղ ինչպես պարզվում է Արտուր Ղարիբյանը բանկի աշխատող չէ եւ դա փաստ է, բայց բանկի աշխատողների հետ, երբ որ պատկերացնում եք բանկը, երբ որ ՑՍԱ-ի պայմանագիր է արել, ստորագրել է, արդեն իր գումարը ստացել է։ Պետք է հասկանալ, որ այլևս որևէ բանկի աշխատակից այս գործընթացների մեջ չպիտի խառնված լինի։ Բայց Արտուր Ղարիբյանը եկեք ու տեսեք, որ նույն բանկի աշխատողների հետ շարունակում է մնացած հարցերով եւ խոսել եւ Սարգիս Պետրոսյանի հետ բանակցել, մասնավորապես գույքի հետ կապված հարցերով։ Այդ գույքն էլ տեղափոխելու պատրվագով տանում են եւ դրա այսօրվա գտնվելու վայրը անհայտ է, ընդհանրապես գոյություն ունի թե չունի։ Ներեցեք մի այսպես պարզեցնող հարց տամ, շատ կներեք, որ ընդհատում եմ ձեզ շարունակենք բանկի ղեկավարությունը տեղյակ է այս գործընթացից, թե ոչ մեկ, երկրորդը բանկը ստացել է իր ամբողջ գումարը եւ մնացած թե ինչ է կատարվում հետո դա իրեն չի հետաքրքրում, այնինչ բանկի աշխատողները, ես հարց եմ տալիս, ներեցեք, որ այսպես եմ ասում, բանկի աշխատողները բանկին հասանելի գումարը վճարել են բանկին եւ հետո էլ ավելի մեծ գումարով վերավաճառել են բնակարանը եւ կամ տունը եւ մեջ են արել։ Դա է խնդիրը։ Այսինքն բանկի գումարը վճարվել է, բնականաբար պահանջի զիջման պայմանագիր չէր կարող կնքվել առանց բանկի ղեկավարության, կարծում եմ դա ցուցադրելու կարիքն էլ չկա։ Չէ, բարձր է, բանկը իր գումարը հետ է վերահսկել։ Եվ այդ բանկի աշխատողներից կազմված խումբը անցել է, ինչպես ասում են, own business-ի։ Սեփական արդեն որպեսզի այդ գույքի վաճառքից կամ հափշտակելուց իսկ մինչև այդ իրական վաճառքի գումարի եւ այդ բանկին վճարած գումարի տարբերությունը հաշվին հարստանալու դեզազած ծրագիրը իրականացնելու։ Եվ երբ որ Սարգիս Պետրոսյանը տեսավ, որ այլևս որևէ եղանակ չունի բանակցային գործընթացների շրջանակներում լուծելու այս հարցը, ուրեմն դիմեց ոստիկանություն ու ասեմ ձեզ, որ նյութերը նախապատրաստվելուց հետո բավականին ժամ քրեական գործ չէր հարուցվում, անգամ այստեղ այս ամենասկզբնական շրջանում ոստիկանության դժկամությունը ակնհայտ էր։
Բավականին ջանքեր գործադրելուց հետո, բողոքարկման գործընթացներ անցնելուց հետո, իհարկե դատարան չհասավ բողոքարկումը, բայց 2013 թվականի հոկտեմբերի 12-ին միայն հարուցվեց քրեական գործ, երբ որ դիմումը ոստիկանություն եղել էր նույն թվականի հուլիսի 31-ին։ 12 թվականի 13 հոկտեմբերի 12-ին։ Քրեական գործը հարուցվեց, ուրեմն եւ ինչ է կատարվել այս ամբողջ ժամանակահատվածում, այսինքն գրեթե 1 տարի ժամանակ է անցել հարուցման պահից։ Իսկ դիմելու պահից արդեն ավելի քան 1 տարի։ Ուրեմն հարցաքննել են Սարգիս Պետրոսյանին, հարցաքննել են Սարգիս Պետրոսյանի մատնանշած վկաներից 2-3 հոգու, ոչ ավել անձանց, ովքեր որ կարող էին հաստատել գույքի առկայությունը, պատկանելությունը եւ այլն, բայց ասեմ ձեզ, որ այդ հարցաքննությունը կրել է խիստ սեզոնային բնույթ, այսինքն երամսյակը 1, 2 ամիսը 1, որում մի հարցաքննությունը մինչև փակվե ավարտվել է, ու 3 ամիսը, 2 ամիսը 1 են կանչել Սարգիս Պետրոսյանին, ասել են լավ, սրանով եզրափակվենք, հետո էլի կկանչենք։ Մի կերպ այդ ցուցմունքներ տվել։ Հա, անգամ այսօրվա դրությամբ ցուցմունքը համարվում է անավարտ մնացած։ Ու նույն կերպ մյուս անձանց թե այն կողմից, որոնց որ Սարգիս Պետրոսյանը մատնանշում է որպես հանցագործություն կատարած անձանց, ում են հարցաքննել, ընդհանրապես հարցաքննել են, չեն հարցաքննել, անգամ դրա մասին մենք հստակ տեղեկություններ չունենք, բայց ենթադրում ենք, որ եթե հարցաքննած լինեին եւ պատշաճ ձևով կատարած լինեին հարցաքննությունը, գոնե մեկ անգամ պիտի առերեսում կատարած լինեին այդ անձանցից մեկի կամ մի քանիսի միջև, որտեղ բացառվում է, որ նրանց եւ Սարգիս Պետրոսյանի ցուցմունքների միջև էական հակասություններ չլինեն։ Դա իր հերթին, ուրեմն չի կատարվել անգամ դեպքի վայրի զննություն։ Այսինքն քննիչը մուտք գործեր բնակարան եւ մած ստուգեր այդ գույքի առկայությունը կամ բացակայությունը։ Այսօրվա դրությամբ, հա։ Այո, այսօրվա դրությամբ։ Ուրեմն բացի դա օրենքի հստակ պահանջ կա, որ եթե քրեական գործ է հարուցվել եւ այդ պահին հայտնի է հանցագործությունից տուժած անձը, քրեական գործի հարուցման հետ մեկտեղ պիտի քննիչը նաեւ Սարգիս Պետրոսյանին ճանաչել տուժող։ Այդ տուժող ճանաչելու հետ կապված որևէ քայլ չէին կատարում։ Լավ վկա է։ Ուրեմն մենք երբ որ բողոքարկեցինք չճանաչելու հանգամանքը, մերժում ստացանք, որ դեռևս իբրև թե գործով բավարար տվյալներ ձեռք չեն բերել ձեզ տուժող ճանաչելու համար։ Մենք օգտվելով մեր դատավարական իրավունքներից այդ մերժումը բողոքարկեցինք դատարան եւ դատարանի այս որոշման հիման վրա միայն 26 փետրվարի 2014 թվականից հետո Սարգիս Պետրոսյանը հրավիրվեց եւ ճանաչվեց տուժող։ Հիմա մենք մի շատ հետաքրքիր դատավարության մասնակիցներ ենք, երբ որ տուժող կա, մեղադրյալ չկա։ Դատարանը քրեական գործը ինչ բանով է հարուցված։ Քրեական գործը հափշտակությունների յուրացման տեսքով։ Ում կողմից։ Անձինք չի մատնանշվում հարուցման որոշման մեջ, խնդրեմ, որ նկատի ունենալով, որ նյութերում մարկա են քրորի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 185 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ, բայց ում կողմից կատարված որևէ մատնանշում չկա, բայց քանի որ Սարգիս Պետրոսյանի հայտարարության հիման վրա է հարուցվել եւ հիմք են ընդունվել այն փաստական հանգամանքները, որ նա մատնանշել է, պետք է ենթադրենք, որ այդ անձանց շրջանակներում պիտի ընտրեն, թե ում են պատասխանատվության Իսկ հիշատակում բանկի մասին կա։ Այստեղ նշում է ընդհանուր առմամբ Սարգիս Պետրոսյանի բողոքի կարճ բովանդակությունը, թե ինչին է վերաբերվել, ինչի կապակցությամբ է եղել բողոքը, նշում են, որ Ա. Ղարիբյանը վաճառել է անշարժ գույքի, շարժական գույքի մի մասը վատնել է, իսկ մի մասն էլ մոտ 10 օր անց վնասել է եւ այդ վիճակում հանձնել իրեն։ Կարող ենք մենք ձևակերպել այսպես, որ քրեական գործ հարուցվել է, բայց բանկի
աշխատակիցների որոնում են թե ով է, թե ինչ է արվել, հա։ Ես կուզենայի մի քիչ իրավական որպեսզի իրավական ձևակերպումներով չծանրաբեռնեմ, շատ մեզ բոլորիս, ուրեմն ռուսերեն մի շատ լավ տերմին կա, ասում «Спустить дело на тормозах»։ Ամենասկզբից նկատվում էր, որ այս գործը ուզում են արգելակելով իջեցնել, այսինքն որպեսզի ընթացք չտրվի, նախ եմ առաջ եթե հնարավոր է քրեական գործ չհարուցվի, իսկ հիմա քրեական գործը հարուցվել է ամբողջ այս մի տարին, թե ինչ են կատարել, ընդամենը ցույց են տվել, որ իբրև քրեական գործ են քննում։ Այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք, որ կա գործը կարճելու կոնկրետ տենդենս, ուզում են գործը կարճել։ Հակառակ դեպքում այսօրվա դրությամբ արդեն պիտի բավականին շատ քննչական գործողություններ կատարած լինեին, այդ իմ մատնանշած առերեսումները, այսօր գոնե մի հոգի կամ մի քանի հոգի պիտի որպես մեղադրյալ ներգրավված լինեին։ Այնինչ պատճառը ես իմ կողմից էլ ասեմ, ես ինչպես եմ նկատում, հետո գործընկերները ավելացնելու բան կունենան, ասեն։ Միանշանակ այստեղ բանկի գործոնն է եւ այդ անձանց պատասխանատվության չենթարկելու միտումը, իսկ թե դրա տակ արդեն ինչ ուրիշ հանգամանքներ են թաքնված, թե ինչ շահագրգռվածություն կա, որտեղից ով է հովանավորում նրանց, կարծում եմ, որ եթե ցանկություն լիներ օբյեկտիվ անաչառ լրիվ բազմակողմանի քննություն կատարել, նաև կպարզեին են մնացած բոլոր հանգամանքները, որ այս անձանց թույլ է տալիս իրենց այսպես պատասխանատվությունից դուրս վիճակում զգալ, օրենքից վեր զգալ։ Այսինքն դա կարող է նախադեպ լինել, որ քաղաքացիները, որոնք մենք բոլորս հրաշալի գիտենք, որ հիմա Հայաստանի բնակչության կեսը գրավադրված է իր անշարժույթը, պաշտպանված չեն եւ կարող են այս վիճակում հայտնվել, այսինքն բանկը իր գումարը վերցնի, բայց բանկի աշխատակիցները վերավաճառեն եւ գերշահույթներ ստանան։ Ավելին ասեմ, կամաց այսպես կարող է վերածվել նրան, որ ոստիկանությունը իրավապահ համակարգը մասնագիտանա հավագողերի վրա, որ հավագողերին տանեն, հեռուստատեսությամբ ցույց տան կոպիտ արտահայտություններով, որ արդեն իրեն դատապարտեն հենց այդ պահից, անմեղության պրեզումպցիան խախտելով, այդտեղ շատ խիզախ են, բայց երբ որ բանը հասնում է, որ իրականում կոռուպցիոն դրսևորումները պիտի ջրի երես հանեն եւ նրանց պատասխանատվության ենթարկեն, անկախ նրանց ով լինելուց, ում կողմից հովանավորվելուց եւ մնացած բոլոր գործոններից, այստեղ շատ միամիտ դեմքի արտահայտմամբ ասում են, գիտեք, ինչ մենք բան չենք կարող։ Արդյոք հնարավոր է, որ ես չեմ ուզում որպեսզի որակումներ տալ, բայց արդյոք հնարավոր է, որ այս շղթան իրավապահ մարմինները եւս ուղղակ լինեն այս շղթայի մեջ։ Ոչինչ պետք չէ բացառել, ոչ մի բան, որովհետեւ այսօր եթե որևէ մեկը Հայաստանում ասի, որ իրավապահ մարմիններում կոռուպցիան վերացել է, ոչ։ Չէ, մենք ընդհանուր չենք խոսում կոռուպցիայի մասին, մենք խոսում ենք տվյալ դեպքում դուք մատնանշեցիք, որ ընդամենը 40 օրվա ընթացքում գույքի հետ կապված որոշում է կայացրել դատարանը, այդքան կարճ սեղմ ժամկետում եւ ցույց եք տալիս, որ արդեն քանի ամիս է, մոտ 1 տարի է, ընդամենը դեռ չեն կարողանում ձևակերպել, թե ով է մեղավոր այս քրգործի շրջանակներում։ Կարինե Պետրոսյանն է այդ վճիռը կայացրել, Կենտրոն Նորդ Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր պարոն Շուշանյանը հստակ ասաց, որ 40 օրում է, չէ՞, այդ վճիռը կայացրել։ Ուրեմն նույն Կարինե Պետրոսյանի մոտ ես անցյալ տարվանից մի գործի եմ մասնակցել, որ միայն Արաչյացյանում իր մոտ գործի քննությունը տևել է շուրջ 1 տարի։ Դե ոնց է սա պարզ գործերն է, բարդ գործ է։ Չի ասի, սա ավելի բարդ գործ է, քան այն մյուս գործը։ Ուրեմն ես դրա հիմնավորումները կարող եմ ներկայացնել, բայց հիմա չեմ ուզում ձեր ուշադրությունը դրանով ծանրաբեռնել։ Ուրեմն եթե այն գործի քննությունը յուրաքանչյուր դատական նիստից մինչև մյուս դատական նիստ տևում էր 2 ամսից 3 ամիս ժամկետը հետաձգման, այստեղ 3-4 օր
Շատ բարի։ Եվ մեկ հարց եւս, ինչպես է իրեն դրսևորում Արման Բաբաջանյանը որպես ոչ թե հարցային չէ թե նա մեր գոլեգան է, թե ոչ, որպես անձ, նա գիտակցում է, որ այն գույքը, որ նա արդեն նրանն է, այսպես ասած, իրեն չի։ Այդ հարցին Սարգիս Պետրոսյանը կպատասխանի, ուղղակի մի բան է ես ուզում։ Եվ ինչ է մնացել ձեր գույքից դուք տեղյակ եք, ինչ կա, ինչ չկա։ Բոլորը տեղյակ։ Մի կարևոր հանգամանք ես ասեմ, մենք մոռացանք այդ մասին նշել։ Ուրեմն ես ցանկանում եմ ավելացնել, որ Սարգիս Պետրոսյանը իր ցուցմունքներում հստակ նշել է բանկի այն աշխատակիցների անունները, ովքեր առնչություն ունեն իր գույքի հափշտակությանը։ Դրանք են մասնավորապես Պավել Մարտիրոսյանը, որը բանկի իրավաբանական վարչության պետն է, եւ Վասիլ Հարությունյանը, որը նույն բանկի գրավի գնահատման բաժնի պետն է։ Սակայն, ինչպես պարոն Գրիգորյանը նշեց, մենք մինչ օրս տեղեկություն չունենք, նրանք հարցաքննվել են թե ոչ, եւ եթե հարցաքննվել են, ապա որն է պատճառը, որ մինչ օրս նրանց եւ Սարգիս Պետրոսյանի միջեւ առերեսում չի կատարվել։ Այսինքն կարող ենք եզրակացնել, որ գործ ունենք այն հստակ գործող հանցավոր սխեմայի հետ, որի օղակներն են կազմում բանկի նշված երկու աշխատակիցները, Արթուր Ղարիբյանը եւ առնվազն դատավոր Կարինե Պետրոսյանը, առնվազն։ Թե իսկ այլ օղակներ կան թե չէ, դա պետք է քննությունը բարձի, բայց Շնորհակալություն։ Գույքի հետ կապված։ Ուրեմն ես դες ասեմ, երբ որ Արթուր Ղարիբյանը իմ տնից գույքը տանում էր, տեղել է մեքենան ճանապարհին էր։ Ես միամիտ իմանալով եկել եմ արդեն մարդ չկար այդ տանը, զանգում եմ Արթուր Ղարիբյանին, ինքը ինձ ասում է, հա, 2 միլիոն կբերես կտաս գույքդ կտամ։ Ինձ ասում։ Հետո ինձ ասում եմ, հա, որտե քեզ տենամ, ժամադրում է օպերա, ես գնում եմ Բարեղան Պետրոսյանի կնոջ հետ հանդիպման Արթուր Ղարիբյանին։ Ատե ես առաջի անգամ տենում եմ Պաշին, բանկերին հետ, Պավել Մարտիրոսյանին։ Տեսնում եմ, Վասիլին տեսել էի տան մեջ։ Հա, տեսնում եմ, իրանք ինձ Շատ ներողություն, դա այն բանից հետո, երբ գումարը վճարվել է արդեն բանկին, թեկուզ այդ Ղարիբյանի կողմից։ Այսինքն դրանից հետո իրենք շարունակում են։ Իրենք ժամադրում են ինձի, ես գնում եմ, բայց չեն ասում, Արթուր Ղարիբյանն է ժամադրում, ու սկսում է այդ Պավելը խոսալ իմ հետ, հա, ես ասում եմ, բայց չէ որ պայմանավորվանք ես 3 միլիոն ձեզի գումար տվեցի։ Հա, Պավելը ֆորում ինձ ասում է, թե որ, բա գիտես ինչ կա, այդ իխի դու ես տվել այդ գումարը։ Ասում եմ, բա ով է տվել։ Բա Բարեղան Պետրոսյանն է տվել։ Ասում եմ, ինքը Բերթուն քեզի ո՞ր 3 միլիոն փող տվեց։ Ու շատ լպիր ձևով խոսում են իրանք, հա, իրանց բառերով ասեմ, բա ախպերս ավ չէի իմանում, արի որնակովեշը տանք։ Ես էլ ասեմ, բոլորն են իմնա, սաղ պտի տակ, այդ վաղ տանում են ինձի ցույց են տալի, մի հատ թուղթ, Անահիտ Ստեփանյանի ստորագրությամբ, որ այդ տանը արժեքավոր գույք չկա։ Ես շանում եմ ճիշտն ասած, ասում եմ, թե որ ոնց, Անահիտ Ստեփանյանն ով է, որ ստորագրում է, այդ իմ տունն է, ինքն դե դաժե սեփական պատարակախ չունի։ Ոնց կարա ինքը իմ գույքը ձեզի նվեր տա։ Բա գնա, գիտես ինչ կա, մենք կակեբեյշնիկներ ենք, իրավաբաններ ենք, գնա ինչ ուզում ես արա, ասում եմ լավ։ Ես գնում եմ մի յուրիստի մոտ, փաստաբանի մոտ, ծանոթ, Գարիկ անունով, դիմում եմ ինքը ասում է, Սակո ջան, ոչ միտեղ մի բողոքի, դրանք իմ ընկերներն են, ես եմ իրանք սովորացրել այս տաներ գցելու ձևը, բայց իրանք պրոստը անկուշտություն են արել, թե վեշերը են արել, այդ $200,000 իրանք քիչ էր, այդ էլ հետն են հափշտակել, ես իրանք հետ խոսամ։ Անցնում է 2 օր ինձի ժամադրում են Կոմիտաս Արևելյան խոհանոց։ Ես իմ փաստաբանների հետ խորհրդակցելով ամբողջ մեր խոսակցությունը կներեք ռազբորկեն։ Ձայնագրում եմ, թե ոնց է Պաշը, այդ Պավելը, ինձի խնդրում ախպերս ցավը տանեմ, գոնե լուստրեք ու ստուպի տարամ ես, սաղ տանք։ Ասում եմ, չէ, մինչև վերջի չոպը, ու ինձի սովորացնում է այդ Գարիկը, այդ ադվակատը, թե ոնց խոսամ իրանց հետ։
Ինձի դաժե ինքը ասում է, ասակ սպանեմ ձեզ, ես կանեմ, այն կանեմ, ես այդպես բաներ չեմ ասում, բայց իբր թե գողական եմ խոսում հետները։ Հա, այդտենց համաձայնության են գալի, որ իրանք իմ բոլոր գույքը տալիս են, լուստրեքի համար էլ հետո կանգրադառնանք։ Այդտենց ենք պայմանավորվում։ Հաջորդ օրը ես հանդիպում եմ Արտուր Ղարիբյանի հետ։ Բանի վրա, օպերայի մոտ, կաֆեում, Կազիրով կաֆեում։ Հանդիպում ենք, նստում խոսում ենք, ես Արմինեն, մեկ էլ հանգույցյալ կա մեր հետ, մեր ընկերներ, արդեն մահացել է ինքը, հա, նստում խոսում ենք, Արտուր Ղարիբյանը պարզ ասում է, գիտես ինչ, ես ըտից աղբեր փող չեմ առել, գնա այդ բանկերներին դու բան ասա, գնա քո վեշել տան մեջ ա, վեկալ, տալիս է ինձի Արման Բաբաջանյանի համարը։ Ես զանգում եմ երեկոյան Արման Բաբաջանյանին եւ հայտարարում եմ, ասում եմ բարև ձեզ, ասում եմ դու գիտեք որ այդ իմ տունն եք դուք գնե ու այդ գույքը իմ սեփականությունն է, որը որ ես պատրաստում եմ այդքան բողոքել 6-րդ վարչություն։ Ինքը ինձ պատասխանում է, գիտես ինչ կա ախպերս, ուր ուզում ես գնա բողոքես, Հայաստանում вообще պրոբլեմ չունեմ։ Ասի դե չունես, ես այդ բուլդոզերը բերեմ այդ տունը քանդեմ։ Թույտամ ես ոչ նստելուց եմ վախենում, ոչ մի բանից։ Հա, այդտենց հետո ինձի այդ գարիկը, այդ փաստաբանի հետ ես խոսում եմ, համել մեր փաստաբանները ինձի խորհուրդ են տալի դու փաստեր հավաքի։ Խոբ ինձի ասում եմ վերջ գնում են բողոքելու, ժամադրում են Կոմիտաս Շարլ Անձնավորի կաֆեում։ Էլի ես լրիվ իրանց խոսքերը սա զապիս եմ անում։ Ատե արդեն Արտուր Ղարիբյանն է, այդ Պավելն է, Վասիլն է, մեկ էլ այդ Գարիկն է։ Ես իրանց հարցեր եմ տալի, ասում եմ այդ գույքը որ հանում եք, դուք ինչ որ մի թուղթ ունեք, որից օտարում եք գույքս, կանչել եք ոստիկանությունից մարդ կամ տիրոջ ինձի, կանչել եք, ծիծաղալով Արտուրը, բայց չէ, ասում եմ սկուրա, փուխնում է բելը ուրա, ես ինձի նախքան եք տանում են վեշերը ցույց են տալի պահեստում, սա ջարդած։ Մի հատ փակագծում ճշտենք տունը որտեղ է գտնվում եւ դուք ասացիք $700,000 կարգի է, ինչ մակերեսի տուն է, այսինքն ինչ մեծության։ 3 հարգանի տուն է, ինքը շատ մեծ է, որ տենակ շատ գեղեցիկ տուն է։ Ամբողջը սա տրավերտինով սարքած, աբլիցով կեն, մեջը սա մռամռով, առաջարկը բոլորը օնիքս է, երկրորդ հարգը, էլի օտիդո սարքած, պրոսը ես… Շատ բարի, և քառակուսին ինչ քանի 431 քառակուսի բնակի ընդհանուր մակերեսն է տան։ Իսկ հողամասն է կարգավորած ֆանտաններով, բասեյնով, ամեն ինչով։ Հողամասը ինչքան է քառակուսի։ Ես քառակուսի ճիշտ ասած չեմ հիշում։ Լավ, հողամաս է։ Հա, շատ բարի։ Հողամաս, բայց ոչ թե ասենք ընդ բանմանց անելու, այլ սիրուն սարքած։ Շատ բարի։ Վերադառնանք Այնց մեկ էլ բանը, ես որ այդում եմ այդ գույքը տենում եմ, ապշում եմ, ասում եմ ոնց, բա ուր է իմ կուխնում է բելը, ուր է իմ մեծ տելևիզորը, տենում եմ մեծ տելևիզորը չկա, ունեմ մեծ, բայց դրանից մեծ էլ ունեի։ Հա, այդտենց ու ես չեմ համաձայնում, ասում եմ, ես այդում եմ բողոքեմ, իրանք որ ինձի կանչում են այդ արևելյան այդ, չէ, Շարլ Ազնավուրի կաֆեն ու սկսում են իմ հետ խոսալ, ես ասում եմ, թե որ բա ուր է իմ կուխնու բանը, Արտուր Ղարիբյանը պատասխանում է, դե գիտես ինչ, կա սենց պատից պոկում էի, չպոկվեց սենց թողեցի, ասում եմ, թե որ իսկ հայլին ուր է, անտիկվար հայլի ունեի, առել է $5,000, դաժումից առել եմ ես կա այդ մարդը, սաղա, հա, բանը ինչ են ասում, ասում է, դե հետ էլ պատից պոկեցի, չպոկվավ, թողել եմ մտե ու ծիծաղում է, ասում եմ իսկ կալոնաները, մրամռից ես կալոնաներ ունեի, օնիքսից, շատ թանկանոց, 15,000 ԱՄՆ դոլար արժեր, ծիծաղում ասում է գիտես ինչ տանտերը մի ժամ ժամանակ է տվել այդ գույքը հանելու, դրա համար է սաղ ջարդած գույքը ու ես հլա չգիտեմ ինչ կա, ինչ չկա ճիշտ ասած, դա ինձի գարիկը Հանգիստ ասեք, ոչինչ Չէ, ես ուղղակի առաջարկում ինչ որ բաց թվում կա, խնդրում ասեք մանրամասների շուրջ որովհետև գործ ինձ թվում է դա երկար է լինելու եւ մամուլը հետաքրքրվելու է այս գործում մեկ էլ բանը մենք թվարկենք լավ, թող տարածքը վերջացնի մեկ էլ այդտենց ինձի գարիկը հա ասում է աշխովանում լավ կայնի ինչը կա վեկը հետո կանրադառնում նա
Ատե իրանք ինձ ասում են քո վնասը կհատուցենք այդ ջարդած բաները, բան, ասում եմ լավ, հաջորդ օրը գնում եմ ես պահեստից, որ ու ինձ միշտ ստիպում են, որ մի օրում պետք է տանես հետի։ Ես ասում եմ, այդքանը ես չեմ կարող մի օրում տանեմ։ Վերջը, բա ասում է Արման Բաբաջանյանը մի ժամանակ է տվել գույքը հանելու։ Այդ գույքը եթե տենակ, կասեք, էսի 3 ամիս չես կարող այստանից հանես։ Ու սա թանկանոց գույքը է դի։ Հա, մեկ էլ պայմանավորում ենք, ես գնում եմ պահեստ, գալիս արդեղ Վասիլը, բանկի աշխատակիցը, ունեմ վիդեո նկարած սա։ Իմ գույքը մի տեղ լցած ու բանկի լոգոն կպսրած իմ գույքի վրա։ Ես այդտեղ ֆորում եմ ասում, բա Վասիլ, բա դու ասում էիր բանկը կապ չունի, որտեղ նախքան այդ ինձ ասում էին բանկերները, մենք կապ չունենք, Արտուր Ղարիբյանի անունով է ինքը ծախել ախպեր ջան, մեզնից ինչ ես ուզում։ Ասում եմ, բա ինչ գործ ունի իմ գույքը բանկի պահեստում։ Դե գիտես ինչ մեր ախպերն է բան, վերջը, տենց իսկ ինձի Գարիկը արդեն ասել էր, ով ինչ դերատանում է, ասեց Պաշոտեի գլավարն է, դու կպի Պաշին, դու գնա Պաշին առանձին բռնի, ասա ես քեզ կսպանեմ, ինքը վախկոտ է, ինքը միլիոններ ունի, սաղ կփագի քո փողերը։ Տենց, բայց ես սա զապիս եմ անում, ու այդ ձայնագրությունները հանձնել եմ վարչություն, ընդդեմ թունեցին, որ էդի անցնում է, բայց երբ որ եկավ կենտրոնականի քաղմաս, արդեն քննիչ ինձ համոզում է, որ էդի հետ, էդի դուք դի զգուշացնես, բայց իմ փաստաբանները ինձ ասել են, եթե իրավաբանական անձր լեի, այդ վաղ չեր անցնի, ես պետք է զգուշացնեի, իսկ հենց ես ոնց ապացուցեի, որ իրանք կան մեջը։ Վերջը, այտենց որ մի քանի հատ քննիչ փոխվավ, Էդգար Պետրոսյան կար քննիչ կենտրոնականում, առաջուց իր մոտ էր գողը։ Ներեք ես հասկանում եմ, որ դուք լծված եք, բայց մենք գործի բանով ասեմ ձեզ։ Բավականին կարևոր բաներ Էդում եմ վարձելու, ով լսում է այդ մարդկանց անունները, ասում են ախպորպես մենք գործ չունենք։ 100 հատ տենց գործ է եղել, մարդիկ լավ գցում են։ Այսինքն դուք առաջի դեպքը չեք։ Առաջինը չեմ, ասես հարյուրավոր գործեր եղել, դատանում մաքուր հելել են։ Ու ինձ պրյամո ասում են իրենց կռիշը Երևան քաղաքի դատախազ Դավթյանն է։ Ես այդտեղ հիշում եմ, որ Վասիլը, երբ որ այդում էին պահեստ, այդ Շինգավիթի քաղաքացի մոտով անցնելուց ֆորված ասեց իմ ախպերս դե դատախազնը տվել են քաղաքի դատախազ։ Ասում եմ լավ, զանգում եմ իմ ծանոթ փաստաբանին, ասում եմ ես գնում եմ մամուլին դիմեմ, էթում եմ նախագահի նստավ այդ բերանս կարեմ ու նստեմ, կռիշը ես ինչ մարդն է, ինձ ասում է բա սպասի մի 5 րոպե հեսա կզանգեմ բան, զանգում է 5 րոպես դու կարաս ժամը 12-ին լինես Այս ինչ տեղ դատախազություն քաղաքի, ասում եմ խի չեմ կարա, էթում եմ Դավթյանի մոտ, Դավթյանն է ինձ կանչում, ասում եմ ու տենում եմ շատ լավ կիրթ մարդ, լավ ընդունում է ինձի բան, ու սկսում եմ գործից, բայ ես գիտեմ բանման, հա, մեկ է ասում եմ կներեք, Վասիլին դուք ճանաչում եք, չի ժխտում, ասում հա 17 տարի է ես իրան ճանաչում եմ, ու ինքը ինձ է խոսած, որ ես իրոք արդեն այդ միտքը չունեի, որ ինքը կարող է ըլի հովանավոր է այդ մարդկանց, ու ինձի խոստացավ ես գործը շատ շտապ ձևով, իմ տեղակալին եմ հանձնարարում, որ շատ սեղմ ժամկետներում այս գործը ավարտի։ Ու ինքը ինձ ասում էր, ես ասում եմ, դե գիտեք ինձ քննիչը ասում է, հանցանք չեմ տենում, ինքը ասում է, ոնց հանցանք չկա, այդ սա հանցանք կա դե։ Ասում եմ, ինչ որ ապացույցներ են ուզում, որ այդ գույքի իմն է, թե ումն է, հա։ Ես տանում եմ այդ գույքի բոլոր թղթերը։ Ասում է, այդ ինչ կապ ունի ումն է գույքը։ Իրանք հանցագործություն են բան արել։ Այդ հավատալով ես գալիս եմ տուն որ այդ գործը ինչ որ ընթաց կլի։ Հետո ինձի դժոխ չեն ճանաչում, ինձի սկսան ճնշում գործադրել իմ վրա, քննիչը ու դատախազը։ Ուրեմն այստեղ կա, ինձի ծանոթագիր է եկել, որ ամսի 17-ին ներկայանամ։ Ես ստացել եմ այդ ծանոթագիրը նամակով ամսի 18-ին։ Կներեք փաստաբանները, եթե կարծում են, որ չպետք է արձանագրենք, պետք է։ Չէ, բոլորն է ես ոչ մեկից չեմ վախում, ոչ նստելուց եմ վախում, ոչ մեկից։ Լավ, մենք արդեն բավականին երկար ենք, պարոն այդ փաստաբաններ, խնդրում եմ, դուք ասեք։ Համեցեք, դուք ասեք։ Մի րոպե բան անեմ, ուրեմն Արտուր Ղարիբյանն այդ տունը վաճառել է 380,000-ով,
պլյուս մի հատ էլ Mitsubishi ավտոմեքենա է եկալը։ Ներսի գույքը առանձին է վաճառվել, թե 300,000-ի մեջ է մտել։ Այդ դրա մեջ է մտել, որովհետև երբ որ ես գնացի Բաբաջանյանից տուն, Արտուր Ղարիբյանը երկրորդ հանդիպման ժամանակ ինձ ասեց դու գնա այդ տունը, կալոնաներն ու արձանները վեկալ։ Ես գնացի, տեսան դե այդ Բաբաջանյանի մորը, եղբորը։ Ես մի հատ նորից այդ հարցը տամ, Բաբաջանյանը տեղյակ է, որ այդ գույքը իրենը չէ, թե համարում է, որ իրենն է, նա վճարել է այդ գույքի դիմաց։ Ուրեմն ես Բաբաջանյանին չեմ տեսել, Արմանին։ Տեսել եմ Արտակ անունով իր եղբորը եւ Էմիլիա իր մորը։ Ես ասել եմ, ես իմ գույքն է։ Իրանք ինձ մի շեշտում էին, ասում են, մենք բարեխիղճ գնորդ ենք, ասում եմ, ի՞նչն եք բարեխիղճ, եթե սա գողացած է։ Իմ գույքն է։ Եկեք ես թղթերը բերեմ ես բոլորի։ Ինձի տալիս են իմ քերուս նկարը, բայց իմ մոռացել եք ստե, տալիս են իմ թղթերը անձնական, բոլորը կողմի շկաֆում ալինում։ Տալիս են իմ թղթաբանությունները ու Այդ ջահերը ինչ եղան։ Մեջ տան մեջ է։ Կներեք, երբ որ Վարշավան դիմել էի, հետաքննչությունից մարդ եկավ, գնացինք դեպքի վայր, զանգեցին Արման Բաբաջանյանին, ասին մենք գտնվում ենք ձեր առած տունը։ Եկեք ստեղ, ինքը չեկավ։ Ինչ արինք, ոչ մեկ չեկավ, ուրեմն մենք այդ տան մեջ ենք, դե բանվորներ են, բայց տանտերերին զանգում են, չեն գալի, որ պարզենք իմ գույքը բոլորը տեղ էր, բացառությամբ Իկոնայից։ Ես ընդե ունեի Իկոնա 16-րդ դարի, որը արժեր 25,000 ամերիկյան դոլար։ Իկոնան չկա։ Պահեստում, երբ որ ես գույքը նայում էի վեկալելուց, ասում եմ, ուր է Իկոնան, ուր է հարթուկը, ուր է դռան զանգը, որտեղ ես ըստ հարգերի էի իջնում։ Արտուր Ղարիբյանը պատասխանում է, դե ящикների մեջ բան կլի, այդպես չգտնվավ, ես շուխուր դրեցի, ասի գիտեք ինչ կա, Իկոնան արժի 25,000 դոլար, ոնց չկա։ Երկրորդ օրը, որ եկավ վեշը տանելուց, հայտնվավ հարթուկը եւ դրան զանգը, բայց Իկոնան չհայտնվավ։ Ունես տեղ, որ այդ տեղը մենք մի 20 անգամ նայել ենք։ Ոնց որ էդի արդեն զռում է, էլի, որ ինադու բերած դրածած է։ Շատ լավ։ Ուրեմն Արտուր Բաբաջանյանը Արման ներեցեք, Արման Բաբաջանյանը չի պատրաստվում վերադարձնել ձեզ գույքը, նա համարում է, որ գնել է տունը գույքի հետ միասին։ Այո, Արտուր Ղարիբյանից գնել է, ու ինքը շատ այնց ագրեսիվ ձևով, հա, ու կներեք բանկերներն ինձ պրյամ ասին, որ ինքը գոմիկ է, իր հետ գործ չունես, ինքը գոմիկ է։ Լավ, եկեք այս թեման չբարձրացնենք, համեցեք պարոնայք փաստաբաններ, ինչ ունենք լրացումներ։ Ուղղակի կուզենայի ամփոփիչ այսօրվա դրությամբ մենք չենք կարող որպես փաստ այսօրվա դրությամբ որպես փաստ չի կարող որևէ մեկը մեզանից արձանագրել, որ այդ գույքը կամ դրա մի մասը գտնվում է տանը։ Ես ցանադա հատուկ եմ ասում, շեշտում, որ թյուր ըմբռնում չառաջանա։ Սարգիս Պետրոսյանը նկատի ուներ թերևս այն ժամանակվա դրությամբ, որ օրինակ ջահերը եղել են այդտեղ, բայց այսօր թե այնտեղ են, չգիտենք։ Ես պատահական չէր, որ նշեցի, որ դեպքի վայրի զննություն անգամ քննիչի կողմից չի կատարվել։ Այսինքն այդ գույքի հափշտակված մասը պարզելու, վնասված մասը պարզելու եւ դրանում մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ չի ձեռնարկվում եւ ոչ մի միջոց հակառակ օրենքի, սահմանադրության, միջազգային իրավունքի պահանջների։ Եվ այստեղ համեմատած մյուս գործերի հետ, որոնք որ բազմիցս ցույց կտան հերթապամասով, որ հայտնաբերեցին այս մեկին, մյուսին, այստեղ քանի որ մենք գործ ունենք բանկային համակարգի գուցե ֆինանսական ուժի կամ, չգիտեմ, կապերի իրենց եւ մյուս գործոնների հետ որևէ քայլ չի ձեռնարկվում։ Նորել Սարգիս Պետրոսյանը նաև մի մանրամասն հայտնեց, թե ում մասին է խոսք գնացել, թե նաև ով կարող է հովանավորը լինել այս գործի, այսինքն որպեսզի նրանք պատասխանատվության չենթարկվեն։ Բոլոր դեպքերում գործը կետը կարճվի քննիչի կողմից, մենք եւ ես եւ պարոն Շուշանյանը գիտենք, հետագա անելիքները, բողոքարկման ընթացակարգերը բոլոր պիտի գործադրենք եւ որոշակի փուլի հասնելու դեպքում, եթե
անհրաժեշտություն լինի լուսաբանելու, երևս մենք այս հարցին մեկ անգամ եւս կանդրադառնանք։ Երևի այսքանը։ Հետո մի բան ավելացնեմ Արման Բաբաջանյանի հարցով։ Ուրեմն Արման Բաբաջանյանը կապնվել է Կալանավայրում գտնվող Վարդան Պետրոսյանի հետ, պայմանավորվել են, ինքը 400,000-ով ուզեցել է տունը հետ վաճառի։ Պայմանավորվել ենք այդ գումարը եկե տեղը հասել, որ պետք է առնենք, ու ինքը հրաժարվել է, ասել է չէ, ես որը եկա ու երբ որ ինքը պայմանավորվել էր Վարդան Պետրոսյանի հետ, ինքը շարունակում էր իր շինարարական աշխատանքները։ Շատ բարի։ Ներառումներ ես համեցի։ Արտուր Ղարիբյանը ինքը չի գնե, ինքը մեր այդ պարկը բանկին որևել է, այդ գնով այդ գինը վերադարձրել է բանկին։ Վերադարձրել է բանկին։ 6 միլիոն։ Ինքը չի գնե։ Վաճառել է $400,000։ Վաճառել է 380 չգիտեմ ինչ ասեցիք։ Էմիլիա Բաբաջանյանը։ Որովհետև երբ որ ես Էլեոնորա ինչ էր Էմիլիա Բաբաջանյանը հետ խոսալուց, ես ասացի, ես իմ տունն է, ես իմ գույքն է, ես այդում եմ բողոքելու։ Ինքը վրազ ասեց, գիտես ինչ, մենք $400,000 փող ենք տվել։ Այս գույքն է հետն ենք առել մենք։ Ասում եմ ոնց, բայց իմ գույքն է։ Ասում են ինչ անեմ, դու գնա իրեն մենք բարեխիղճ գնորդենք։ Հիմա ես որ այդքան բուլդոզերով եկալ եմ, այդ տունը պետք է բուլդոզերի հարցերը դիմի Մանես հարցի հետ կապված մի բան ասեմ, այսպես։ Տեսեք, բանկի կողմից երբ որ գրավադրվել էր բանկում այդ տունը որոշակի արժեք էր, չէ գնահատվել եւ կար պարտքի կոնկրետ չափ 86 միլիոն, ասենք, բայց նաեւ կար հնարավորություն հաճախորդի գտնել այդ տան գնորդի, որը անամենատ ավելի մեծ գնով կառնի, բայց բանկի հետ այդ գործարքը անել հնարավոր չէր, որովհետև բանկում կար կոնկրետ պարտքի չափ եւ պետք է այդ սահմաններում էր բանկի ամբողջ հետաքրքրությունը։ Դա համար Արտուր Ղարիբյան անձնավորությանը մտցրեցին այս գործարքի մեջ, որ բանկը պահանջի իրավունքը զիջում է Արտուր Ղարիբյանին, որ արդեն դա դատարանի վճռով դառնա մասնավոր անձի սեփականություն, այնինչ Արտուր Ղարիբյանը դրածո անձ է։ Որպես հետո Արտուր Ղարիբյանը վաճառի այդ բնակը տունը հողամասով հանդերձ Արման Բաբաջանյանին կարող էր լինել բոլորովին այլ անձ, ուղղակի այդ պահին գնորդ կարողացել են գտնել, որը անամենատ ավելի բարձր գնով համաձայնվել է վեր առնել, ուրեմն այդ վաճառքը երբ որ կատարվել է Արման Բաբաջանյանը գումարը տվել է նոր Արտուր Ղարիբյանը այդ գումարի հաշվին փակել է բանկի 86 միլիոն։ Դուք ժամկետները ունեք այդ ինֆորմացիա ունեք այդ մասին։ Փաստաթղթերը կա մեզ մոտ։ Մոտավորապես երբ է փակվել բանկի գումարը։ Ինչքան տևողությամբ։ Ասեմ ամսի 28-ին։ Միանվագ։ Հունիսի 28-ին, այո։ Այո, երբ է դատավարությունը։ Արման Բաբաջանյանից այդ գումարը վերցնել։ Երբ է դատա այդ 40 օրը երբ էր ավարտվել։ Այդ դատարանի զիջելու եւ Արտուր Ղարիբյանի կողմից վճար կատարելու ժամանակահատվածները դատարանի վճիռը ուրեմն կայացվել է նոյեմբերի 30-ին 2012 թվականին։ Օրինական ուժ ստացել է վճիռը համապատասխանաբար դեկտեմբերի 30-ին նույն թվականին։ Վճարումը երբ է կատարվել, հեսա իմ գործընկերը կասի։ Իհարկե, մենք վարկյան սակի ճշտի են, որ մենք հասկանանք ինչ է տեղի ունեցել։ Հարցը թող։ Դուք հարցը տվեք ինչ է։ Չէ, ուրեմն ես դեզ ասեմ, որ Անահիտ Ստեփանյանը իրականում այդ վճիռը չի ստացել։ Վճիռը երբ դատարանի կողմից ուղարկվել է Անահիտ Ստեփանյանի հասցեով, Անահիտ Ստեփանյանը ժամանակավորապես ընտանեկան խնդիրների բերումով չի բնակվել իր տանը եւ փոստատարի կողմից այդ առաքանին հանձնվել է նրա հարևանուհուն, որպեսզի նա փոխանցի Անահիտ Ստեփանյանին։ Փաստաբան չի ունեցել։ Չէ, Անահիտ Ստեփանյանը չի ունեցել։ Անահիտ Այդ 86 միլիոնը եւ 32 միլիոնը պարզ չէր։ Ինչու բանկը, եթե ստանացել էր 32 միլիոն, ինքը ինչու էր 86 միլիոն նորից այդ գումարի պահանջ ներկայացրել։ Մեկ էլ դա եթե կարելի է դատարանը
Դաժե Անահիտ Ստեփանյանին մոտ 1 միլիոնի սահմանում ծուղը տուգանքա բանար է իօքուտ Արթուր Ղարիբյանին։ Ես պրոստը այս մեր օրենքներն թեքնը չեմ հասկանում։ Չէ, այդ մարած գումարը չի արձանագրվել, որ մարած է այդ գումարը։ 86-ից հանում ես 32, ստացը բավականին մեծ թիվ է ընդեր։ Եթե կուպա դուք ուզում եք ձեր գույքը ամեն ստացածությունի կամ Չէ, ուրեմն ես ուզում եմ, որ հանցագործները պատժվեն։ Էդ եմ ուզում։ Էդի կարևոր չի գույքի գինական բանը, ես կյանքում, եսի կում չեմ։ Նախադեպի մասին։ Եսի ինքնասիրությունն է, կներեք կենտրոնի դատախազի մոտ եմ մտնում, գալիս է գործով հնշականի պետը, մեկ է գործով դատախազը Բադիկյան, գլխավոր դատախազն է կենտրոնում։ Այսինքն փրված աթոռին, ինձ ասում է, բայց դու ինչ ես աշխատում, որ այդքան գույք ես առել։ Դե բախտից խոսման եմ եղել, հիմա է բալետ եմ պարում, ինչ կապ ունի էդի։ Այնքան չինովնիկ կա, միլիարդներ ունեն, գնա կպի։ Բան որ եմ, աշխատում եմ, սաղ կյանքս աշխատել եմ, արել եմ, ում ինչ։ Հետո ինձ ես ինձ եմ աղբերս լավ հլա այստեղ միան դնենք, որ հիմա այդանք խանութ, չէ, ասմա շրջապատում քեզ ինչ են ասում, ասի ացական անուն չունեմ, սակո են ասում, բա որ այդանք խանութ ու հացնենք սախոնստից առել ավեշ, ասեմ կճանանչեմ քեզ, ասի եթե ես ձերդ եմ միանշանակ։ Լավ, դա գործինի կապ չունի։ Ձեր հարցին ես էլ եմ ուզում պատասխանեմ։ Ուրեմն ես համոզված եմ, որ Սարգիս Պետրոսյանի շարժական գույքի այդ հապշտակության ուղղությամբ եթե արդյունավետ քննություն տարվի, դա անխուսափելիորեն բերելու է նաև այդ անշարժ գույքի հետ կապված մեքենայությունների բացահայտմանը։ Ու այդ դեպքում արդեն դա կարող է դիտվել նոր Երևան եկած հանգամանք ու այս Կարինե Պետրոսյանի կայացրած վճռի բեկանման հիմք դառնա։ Ու մենք ենթադրում ենք, որ այս գործի բացահայտման ուղղությամբ շահագրգռության բացակայությունը նաև պայմանավորված է այդ հանգամանքով, որովհետև եթե շարժական գույքի հափշտակությունը բացահայտվի, կբացահայտվի նաև այդ տան հետ կապված նույնպես էլի հափշտակությունը ըստեյության։ Մի բան են ասեմ, էլի, դատարանում, երբ որ ինձ դուժող էին ճանաչում, ես շատ շնորհակալ եմ Գագիկ Պողոսյան դատավորին, որ ես вообще հույս չունեի, ես գիտեմ, որ սաղ ծախված են։ Քննիչն ու դատախազը, իրոք ես կարամ այդ դիսկը վեկալ եմ վերեմ դուք լսեք, իրար կոկորդ էին կտրում, պահում էին հանցագործների շահերը, դատավորը հասկացավ, ապշավ, դրա համար որոշումը կայացվեց իրար։ Ես շատ շնորհակալ եմ այդ դատավորից, որ մաքուր, ես առաջի անգամ հանդիպում եմ, որ մեր դատական բանը այտենց է, բայց քննիչն ու դատախազը նախքան դատը ինձի համոզում էին Սարգիս ջան ցավը տանեմ արից ուսմուն գրի, ես ճիշտն ասած ջոգել եմ, որ ուզում են գործը կարճեն, դրա համար ես ասում եմ, մինչև դուժող չճանաչեն ոչ մի ցուցում։ Հաստաբանները դուք հպանցիկ ասացիք, որ բայց ձեր նոտակա քայլերը, ձեր ռազմավարությունը չեմ ուզում իհարկե ամբողջ չբացահայտեք, բայց ինչ եք մտադիր անում։ Մենք ինչպես տեսնում ենք այս քրեական գործը պիտի կարճեն, կարճելու դեպքում բնականաբար պիտի բողոքարկենք մինչև հնարավոր տրամաբանական ավարտը, եթե մեր բողոքը բավարարվի, այդ դեպքում պիտի նորից նախաքննություն կատարվի, ու կախված նրանից թե արդեն ինչ ցուցումներ կտրվեն նախաքննության մարմնին, Չնայած մեր փորձը բազմիցս մեզի ցույց է տվել, որ շատ անգամ քրեական գործի կարճումը վերացնելու որոշումից հետո եւս էլի դարձյալ այն նրանք, ովքեր որ հանցագործներին պահում են պատասխանատվությունից, շարունակում են իրենց էշը քշել։ Եվ դա կարող է մի քանի անգամ տևել, ես դեպք եմ ունեցել, որ 5 անգամ քրեական գործը կարճվել է, վերացվել է կարճումը 5 անգամ էլ կարճել է։ Եվ վերջը, ինչպես շատ գործեր, այդ գործն էլ հայտնվել է միջազգային դատարանի տիրույթում, արդեն հետագայում միջազգային դատարանում երբ լուծում կստանա, դա հարցի մյուս կողմն է։ Այսինքն մինչև միջազգային դատարան պատրաստվում եք գնալ։
Եվրոպական դատարան։ Ես հետևյալը ասեմ, դա արդեն մեր վստահորդի որոշելիքը պիտի լինի, բնականաբար, այսինքն այսօրվա վիճակով դատելով, կարծում եմ, որ Սարգիս Պետրոսյանը բոլոր հնարավոր քայլերի դիմելու է։ Դա մի քիչ վտանգավոր հայտարարություն է, դուք կկարողանաք ձեր պաշտպանյալին զերծ պահել բուլդոզերով գնալուց եւ քանդելուց, ասենք ավելորդ ոչ մի սխալ քայլեր։ Խոսքը ես ապօրինի բաների մասին չեմ ասում, ես ասում եմ օրենքով չարգելված միջոցների մասին։ Օրինակ օրենքի շրջանակներում պայքարը։ Իհարկե։ Հայաստանում օրենքը չի գործում։ Մարդ ինչ անի։ Չպետք է հանցագործ դառնա բոլոր դեպքերում։ ուրեմն հանցագործությունների չբացահայտումը եւ հանցագործներին հովանավորելը իրոք բերում է մարդկանց մոտ մի հուսահատության վիճակի, երբ մարդիկ այո կարող են դիմել նաեւ նման քայլերի։ Պետք է ամեն Չի բողոքես, ես մեջ իհարկե մենք գլխավոր դատախազին, եթե օրենքով չեք կարող անել, գրավոր գրեք ինձի, ես իմ ուժերով անեմ։ Տեղեկանք տվեք, որ օրենքը չի գործում։ Շատ բարի, ես շնորհակալ եմ, փորձենք ձեզ հետ կապը պահպանել, ընթացքի մասին, եթե դժվար չի լինի, տեղեկացրեք, մենք էլ մեր կողմից։ Հետաքրքիր է բանկի ղեկավարությունը չի փորձել իր բանկի շրջանակներում քննել, տեսնել նման դեպքեր եղել են էլի թե ոչ։ Գուցե բանկը Մենք հեռու ենք այն մտքից, որ այս ամեն ինչը արվել է բանկի ղեկավարությունից անկախ։ Բանկերները չի ներկայացրել են ինձի Գելուգազան, ինք ասում եք քեզ Շնորհակալություն համար։ Ձեզ հաջողություն։